Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարև ձեզ։ Փաստի ինֆոյթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հայաստանը ամրապնդում է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, բայց այն ուղղված չէ որևէ երրորդ պետության դեմ։ Այդ մասին ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Վերջին տարիներին ակնհայտորեն ավելացել է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերը եւ ըստ հայկական եւ հնդկական մամուլի Հնդկաստանի շարունակում են ստացվել տարբեր տեսակի զենքեր։ Ըստ էության դա նորմալ է, որ Հայաստանը ամրապնդում է իր պաշտպանության մակարդակը եւ դա բնավ կապ չունի, թե ում հետ ինչ հարաբերություններ մենք ունենք։ Ցանկացած պետություն պետք է մտածի սեփական անվտանգության ապահովման մասին, բայց Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը նաեւ մեկ այլ ասպեկտով է պետք դիտարկել։ Գաղտնիք չէ, որ այս պահին Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն գրեթե չկա, բայց Հնդկաստանի հետ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցությունը նաև ներկրվում են զինատեսակներ, որոնք ըստ էության ռուսական նախագծով են պատրաստվել կամ ռուս-հնդկական համագործակցության արդյունք են։ Հնդկաստանը հանդիսանում է ռուսական զենքի խոշոր գնորդներից մեկը։ Բացի այդ, հնդկական ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում Հայաստանին պատկանող Su-30 ինքնաթիռների կատարելագործման ուղղությամբ։ Դժվար թե հնդկական ընկերությունները առանց ռուսական արտադրող ընկերության հնարավորություն ունենան կատարելագործել առանց տեխնիկական չափորոշիչներին համապատասխանության։ Նշանակում է միջնորդավորված հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը եւս զարգանում է եւ դա ըստ էության ուրախալի է։ Բացի այդ, Հայաստանի արտգործնախարարը նաև հայտարարում է, որ Հայաստանը նպատակ ունի ապագայում դառնալ BRICS կազմակերպության դիտորդ պետություն։ Սա եւս ուրախալի լուր է, քանզի միշտ ենք ասել, որ Հայաստանի տնտեսական անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը միանշանակ կապված է արևելքի հետ, միանշանակ կապված է հյուսիսի եւ հարավի հետ։ Այսինքն BRICS-ի անդամ դառնալուց առաջ դիտորդ անդամ դառնալը Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ զարգերակ կարող է լինել։ Բացի այդ, եթե Հայաստանը հայտարարում է, որ իր համար առաջնահերթություն է BRICS անդամ դիտորդ անդամ դառնալը առայժմ, նշանակում է, որ այս ամենը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, թե ինչու Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցման հետ կապված այդ հարցը Եվրոպական միության անդամակցության հետաձգեց անորոշ ժամանակով։ Քանզի նաև Հայաստանում են սկսում հասկանալ եւ դա ուրախալի է, որ Եվրոպական միության անդամակցության ապագա ոչ միայն չկա, այլև անգամ այդ գործընթացը կարող է մեծ վնաս պատճառել Հայաստանին եւ նաեւ խանգարել նրա հարաբերությունների զարգացմանը տարածաշրջանին եւ տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների հետ։ Հնդկաստանը եւս BRICS-ի անդամ է եւ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը զուգընթաց նաեւ BRICS-ի շրջանակներում հնարավոր է նույն Հնդկաստանի հետ ընդլայնել նաեւ տնտեսական համագործակցությունը։ Հասկանալի է, որ Եվրոպական միության անդամակցության գործընթացը բավականին լուրջ արգելք կարող է լինել այս ամենի համար եւ Հայաստանը հայտարարելով, թե ցանկանում է դառնալ BRICS դիտորդ պետություն, ըստ էության նաեւ հայտարարում է, որ Եվրոպական միության անդամակցության գործընթացը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Թե երբ երկրորդ ընթերցման ազգային ժողովը կընդունի այդ օրինագիծը, դեռ հայտնի չէ։ Հայտնի չէ առհասարակ ազգային ժողովը կվերադառնա արդյոք այդ օրինագծի քննարկմանը, քանի որ աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում եւ այսօր ինքը Եվրոպական միությունը իր ներսում բավականին լուրջ խնդիրներ ունի եւ ինքը այս պահին մտածում է սեփական զարգացման մասին եւ նոր անդամների ընդունումը եւ ընդլայնումը ըստ էության չի մտնում Եվրոպական միության քաղաքականության տրամաբանության մեջ։ Չեռնոգորիան անգամ, որ դեռևս չի հանդիսանում Եվրոպական միության անդամ, վերջինը կարող է լինել այն պետություններից, որոնք ընդգրկվեն Եվրոպական միության կազմում։ Համենայն դեպս այդ մասին ասում են Եվրոպական միության պաշտոնյաները, նշելով, որ Եվրոպական միության ընդլայնում այս պահին եւ մոտ ապագայում չի պլանավորվում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Ուկրաինա-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բանակցությունների հետ։ Բանակցություններն ավարտվեցին Էրիադում եւ արդեն մի քանի կարևոր հայտարարություններ են արվել։ Կարևոր, բայց միևնույն ժամանակ նաեւ զարմանալի։ Մենք հիշում ենք, որ Թրամփը դադարեցրեց Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը Զելենսկիի հետ Սպիտակ տան ունեցած սկանդալից հետո։ Բացի այդ, ամերիկյան մամուլը նաեւ հայտնում էր, որ Տրամփը ասել է, թե ինքը չի վերականգնի ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային, քանի Ուկրաինայում նախագահ է Վլադիմիր Զելենսկին, բայց ահա Էրիադում ավարտված բանակցություններից հետո արվեցին մի շարք հայտարարություններ։ Առաջինը, Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը ողջ ծավալով վերականգնվում է,
Սա կարծես թե չի տեղավորվում Տրամպի հայտարարության տրամաբանության մեջ։ Զելենսկու հրաժարականի մասին ոչ մի խոսք, սա եւս չի տեղավորվում այդ ռազմական օգնության հատկացման տրամաբանության մեջ։ Իրենք 30 օրյա խաղաղություն են ցանկանում, զինադադար են ցանկանում ստորագրել, Ուկրաինան արդեն պատրաստ է եւ Տրամպն ասում է եւ նաեւ Ռուբիոն է այդ մասին նշում, թե գնդակը ռուսական դաշտում է, սպասում են Մոսկվայի պատասխանին։ Իսկ Մոսկվայի պատասխանը ըստ էության չուշացավ։ Ռուսաստանի նախագահը արտաքին գործերի նախարարությունում հանդես եկավ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություններով, որ Ռուսաստանը պատրաստ է զինադադար ստորագրել մի քանի պայմաններով եւ այդ պայմանների գլխավորը այն է, որ Զապորոժիայի, Խերսոնի, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը ամբողջությամբ պետք է վերադարձվեն Ռուսաստանին։ Այն սահմաններով, որոնք նրանք ժամանակին մտել են Ուկրաինայի կազմ։ Դա ոչ միայն խոսում է այն մասին, որ խոսքը գնում է ուկրաինական 4 մարզեր ամբողջությամբ վերադարձնելու մասին, այլ այն սահմաններով, որով նրանք մտել են Ուկրաինայի կազմի մեջ։ Այսինքն շատ հնարավոր է, որ դրանք չտեղավորվեն այն սահմանների մեջ, որոնք ներկայումս գոյություն ունեն։ Քանզի դրանից հետո եւս Ուկրաինայի մի շարք վարչատարածքային բաժանումներ են եղել եւ նախկին օրինակ Զապորոժիայի մարզից ինչ որ մի հատված միացվել է այլ մարզի։ Իսկ հիմա Ռուսաստանը պահանջում է այն տարածքները, որով Զապորոժիան մտել է Ուկրաինայի կազմի մեջ։ Հիմա կգնա արդյոք Ուկրաինան այս քայլին։ Մենք չենք կարող ասել, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը պայման է դնում 30-օրյա զինադադարի հետ կապված, բացի այդ, իրենք պնդում են, որ զինադադարը Ռուսաստանին ձեռնտու չէ, քանզի զինադադարից հետո 30 օրվա ընթացքում Ուկրաինան կարող է ամրապնդել իր ռազմական պոտենցիալը եւ կրկին ռազմական գործողություններ սկսել, որոնք կարող են տարիներ տևել։ Ռուսաստանը այս պահին մարտավարական նախաձեռնություն իր ձեռքը վերցնելով եւ գրեթե ամբողջությամբ մաքրելով Կուրսկի մարզի, իսկ այսօր արդեն տեղեկատվություն է տարածվում, որ Սուջայի քաղաքապետարանի գլխին արդեն բարձրացված է ռուսական դրոշը, այսինքն կարող ենք նաև փաստել Սուջա քաղաքը կամ դրա մեծ մասը ռուսական հսկողության տակ անցնելու մասին։ Հիմա Ռուսաստանը իր ձեռքից չի թողնելու նախաձեռնությունը, քանզի ուկրաինական պաշտպանությունն ակնհայտ է, որ փլուզվում է, եւ ռուսները փորձելու են ճնշում գործադրել ուկրաինացիների եւ նաև Միացյալ Նահանգների վրա, որպեսզի իրենց պայմաններով ստորագրվի խաղաղությունը կամ խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Բացի այդ, ռուսական մամուլից նաև հայտնում են, որ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով փոխանցել է Միացյալ Նահանգներին նաև մի քանի այլ ուրեմն հարցեր եւս, որոնց լուծումով միայն Ռուսաստանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ըստ ռուսական մամուլի խոսքը գնում է շուրջ 100 կիլոմետր խորությամբ ուկրաինական զորքերի հետ քաշվելու որևէ ամրություններ չունենալու մասին։ Իսկ դա բավականին լուրջ է։ 100 կիլոմետր շփման գծից, դա նշանակում է մոտ մինչև Կիև հասնել։ Սա չեն կարծում, թե ուկրաինացիները կհամաձայնվեն սրան, իսկ ռուսական կողմը տեսնելով, որ չի համաձայնվում, ըստ էության շարունակելու է ռազմական գործողություններ։ Իհարկե մարտի 11-12 այս օրերին, ինչպես նշում են ամերիկյան մամուլում, սպասվում է Միացյալ Նահանգների Ռուսաստանի Դաշնություն նախագահների հանդիպում, բայց հաշվի առնելով Էրիադում ընդունված որոշումը, ավելի քան հավանականությամբ կարող ենք ասել, որ հանդիպումը ավարտվելու է մեծ հաշվով անարդյունք, քանզի ռուսական կողմի պահանջները ընդունելի չեն լինելու ուկրաինացիների համար, հետևաբար նաև Միացյալ Նահանգների համար, բայց առաջ չընկնենք, սպասենք այդ հանդիպմանը, որին ողջ աշխարհն է սպասում, եւ տեսնենք, թե ինչ որոշումներ կընդունվեն այն հանդիպումից հետո։ Նոր հետո մենք դրան մեր հաջորդ հանդիպումներում անպայման իհարկե կանդրադառնանք։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Գրենլանդիայի հետ է կապված։ Կարծես թե մենք ականատես ենք լինում, որ Գրենլանդիան առաջին քայլը կատարեց Միացյալ Նահանգների կազմում հայտնվելու համար։ Գրենլանդիայում անցկացվեցին ընտրություններ, որոնց արդյունքում առաջատար է այսպես կոչված անկախության կողմնակիցները, շուրջ 40,000 ձայն եւ 40,000 ընտրող ունեցող Գրենլանդիայի ընտրողների 26,000-ը կողմ է արտահայտվել անկախության գաղափարին։ Եթե հիշում ենք, երբ Տրամպը նոր էր եկել իշխանության, առաջ քաշեց Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու գաղափար եւ Դանիայի վարչապետը այդպես մի տեսակ իմիջայլոց էր նշեց, որ եթե Գրենլանդիայում անկախության գործընթաց սկսվի, Դանիան չի առարկի դրան։ Այսինքն Դանիան իր վրայից գցում է պատասխանատվությունը ապագա սերունդների առաջ եւ հետո կարողանալու է ասել, որ Գրենլանդիան է մտել Միացյալ Նահանգների կազմի մեջ, Դանիայից չի փոխվել այդ տարածքը, քանզի այդ ժամանակ Գրենլանդիան այլևս Դանիայի մաս չի եղել։ Ինչևէ, եթե Գրենլանդիայի օպերացիան հաջողությամբ ավարտվեց, վստահ ենք, որ հաջորդը լինելու է Կանադան։ Արդեն Միացյալ Նահանգները հայտ է ներկայացնում մեծ լճերի հետ կապված, նշելով, որ 1908 թվականի Կանադայի հետ կնքված պայմանագիրը պետք է վերանայվի եւ մեծ հավանականությամբ Միացյալ Նահանգները մեծ լճերն է ցանկանում ամբողջությամբ վերցնել։ Ինչևէ, Գրենլանդիայի օպերացիան շատ կարևոր նշանակություն ունի հենց Կանադայի համար, քանզի եթե Գրենլանդիան կուլ տվեց Միացյալ Նահանգները, հաջորդն իհարկե լինելու է
Կանադան եւ այստեղ ընդհանրապես կապ չունի թե ով է վարչապետը Տրյուդոն, թե այն քաղաքական գործիչը, ով եկավ փոխարինելու Տրյուդոյին։ Ինչպես կզարգացվեն իրադարձությունները եւ ինչպես դրանք կզարգանան, մենք կտեսնենք առաջիկայում։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։